Հարավզը սիրելի երևորդներ։ Մենք հաճախակի հիվանդանում ենք, որովհետև չենք աղոթում ու չենք խաչակնքում մեր կերակուրը։ Չենք խնդրում ասում, որպեսզի օրհնի մեր կերակուրը։ Հնում մարդիկ առաջ իրենց ամեն ինչը սկսել եւ ավարտել են աղոթքով, հատկապես հաց ուտելուց։ Իրենց սեղանները օրհնել են։ Իսկ հիմա դա շատ քիչ կարելի է հանդիպել։ Դրա համար մարդիկ հիվանդանում են, որովհետև մենք չգիտենք, հատկապես եւ դրսում հաց ենք ուտում, տարբեր ռեստորաններում, տարբեր տեղերում, տարբեր առիթների ժամանակ մենք չգիտենք այդ կերակուրը պատրաստողը ինչ հոգով ու սրտով է պատրաստել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դրա համար որտեղ էլ որ լինեք, եթե ձեր առաջ սեղանը դրված պետք է հաց ուտեք, խաչակնքեք սեղանը, կա պարզ կարճ աղոթք։ Օրհնիր այս կերակուրը Տեր Աստվածաշն, որ դու ես պարգևել, օրհնյալ է Տերը յուր պարգևների մեջ։ Եթե դա երկար է, ուղղակի կարող խաչակնքվել եւ ասել Տեր Աստված, օրհնիր այս սեղանը կամ այս կերակուրը։ Տունը հատկապես կանայք ճաշ պատրաստելու ժամանակ եւ հետո աշխատեք բարի մտքերով անել դա, որպեսզի ձեր պատրաստածը ոչ թե թույն լինի, այլ առողջություն։ Տանն էլ սովորացրեք ձեր երեխաներին, դուք էլ սովորեք սեղան նստելուց հետո խաչակնքեք սեղանը, Աստծուց խնդրեք թող օրհնի եւ ճաշակեք ձեր կերակուրը։ Խաչակնքեք ձեր կերակուրը, որ չհիվանդանաք։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։